Բարև ձեզ սիրելիներ, մենք ավարտեցինք առաջի թագավորած գիրքը եւ այսօր մենք սկսում ենք երկրորդ թագավորած գիրքը առաջին գլուխը։ Այս գլուխը բացում է Դավիթի թագավորության նոր շրջան։ Այստեղ տեսնում ենք, թե ինչպես է Դավիթն արձագանքում Սավողի եւ Հովնաթանի մահվանը։ Մարդկային տեսանկյունից սա կարող էր լինել ուրախության օր, քանի որ նրա գլխավոր հետապնդողը մահացել էր, սակայն Դավիթի սիրտը բոլորովին այլ կերպ արձագանքեց։ Այս պատմության մեջ մենք տեսնում ենք Հիսուս Քրիստոսի սիրտը լի ողորմությամբ, արդարությամբ եւ սիրով։ Առաջին գլուխը Սավողի մահից հետո մի ամաղիկացի գալիս է Դավիթի մոտ եւ հայտնում այդ լուրը։ Նա պատմում է, թե իբր ինքն է վերջ տվել Սավողի կյանքին եւ Դավիթին է բերում նրա թագը ու ապարանջանը, կարծելով, թե դրա դիմաց մեծ պարգև կստանա։ Բայց Դավիթը չի ուրախանում, նա պատրում է իր հագուստը, լաց է լինում եւ սուք է պահում Սավողի, Հովնաթանի եւ Իսրայելի ժողովրդի համար։ Այնուհետև Դավիթը հարցնում է այդ մարդուն, ինչպես չվախեցար ձեռքդ բարձրացնել Տիրոջ օծյալի վրա։ Եվ նրա իսկ խոսքերի համաձայն դատապարտում է նրան մահվան։ Այնուհետև Դավիթը երգում է իր հայտնի ողբերգը Սավողի եւ հատկապես իր սիրելի ընկեր Հովնաթանի համար։ Այս գլխում Հիսուս Քրիստոսը բացահայտվում է որպես ողորմած եւ արդար թագավոր։ Դավիթը վրեժ չէր լուծում իր թշնամուց եւ չէր ուրախանում նրա անկման վրա։ Այդ նույն սիրտը առավել կատարյալ կերպով տեսնում ենք Հիսուսի մեջ։ Նա լաց եղավ Երուսաղեմի համար, ցավակցեց մեղավորներին եւ նույնիսկ խաչի վրա աղոթեց իրեն խաչողների համար, հայրների սրանց, որովհետև չեն հասկանում, թե ինչ են անում։ Հիսուսը մեզ սովորեցնում է, որ Աստծո զավակը չի ուրախանում ուրիշի կործանմամբ, այլ ցանկանում է, որ մարդիկ ապաշխարեն եւ ապրեն։ Այս աշխարհը հաճախ սովորեցնում է ուրախանալ, երբ մեր հակառակորդը ընկնում է, սակայն Հիսուսը մեզ կանչում է այլ ճանապարհին։ Եթե ինչ-որ մեկը քեզ ցավ է պատճառել, մի սնուցիր վրեժխնդրությունը, թող դատաստանը լինի Աստծուն է, իսկ դու պահպանիր սիրով եւ ողորմությամբ լի սիրտ։ Իսկ Հովնաթանի եւ Դավիթի բարեկամությունը նաեւ հիշեցնում է, թե որքան մեծ օրհնություն է Աստծուց տրված հավատարիմ ընկերը։ Փայփայիր այն մարդկանց, որոնց Աստված դրել է քո կյանքի մեջ։ Եթե այս խոսքը օրհնեց ձեզ, հավանեք այս տեսանյութը, բաժանորդագրվեք ալիքին եւ կիսվեք այն ուրիշների հետ, որպեսզի Աստծո խոսքը հասնի ավելի շատ մարդկանց։ Եվ մեկնաբանություններում գրեք, թե դուք ինչպես եք տեսնում Հիսուս Քրիստոսին այս գլխում։ Աստված օրհնի ձեզ եւ ձեր ընտանիքը, Աստծո կամքով կհանդիպենք հաջորդ գլխում։